Բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, եւ անցնում գործի, ինչ գործերի մեջ ենք, իհարկե այստեղ էլ ոսկն եմ թրջելու ցանել, ահա խնդրեմ, մի օրվա արդյունքը բավականին արագ է աճում, քան նույն ինքը կտավհատի սերմերը։ Այսօր դրա մասին չի, որ ուզում եմ խոսամ, առանձին կրճատ հոլովակով ցույց եմ տվել, շորտ վիդեոով ցույց եմ տվել ուրեմն կաթնահունցի հյուսքի տարբերակը, հիմա էլ ինչ եմ ուզում ցույց տամ, իհարկե պատրաստի տարբերակը։ Մեղրը դրել եմ գազօջախի վրա, որ տաքությունից հասցնի հալվի, գազօջախն անջատում եմ և այստեղ ասում տադամ, ասեք, որ լավ է ստացվել, ասեք, որ կաթնահունց եմ, ասել կաթնահունց, հələ մի հատ տեսքը նայեք, կողքի բարձրությունը նայեք, համաչափ, սիրուն, տեղը տեղին, թխված կաթնահունց, բայց եկեք ժամանակի կորուստ չունենանք, մտածում եմ սրա վրա պիտի որ տեղավորվի, բայց մինչև տեղավորվելը, սիրելիներ ջան, ինչ ենք անում, էլ ավելի ենք քաղցրացնում մեր կաթնահունցը, սիրելիներ ջան, ասեք, որ ամենահամով խմորեղեններից մեկը դա Զատկի տոնին հենց ինքը կաթնահունցն է, որ ինձ մոտ ստացվեց ընտիր, միագույն, չափը մեծ է, շատ, բայց դա հոգ չի, հյուրասիրելը կա ու կա, կքաղցրացնի մեր սուրճի սեղանները, իմ սիրելի, ինձ հարազատ դարձած մարդկանց հետ, այս հենց ամեն կողմից, սիրուն, մեղրը տեղը, ընտիր, փափլիկ, չամիչը տեղը, ամեն ինչը տեղը,